Ողջույն, հարգելի հայրենակիցներ, ողջույն, վաղաշաբաթ։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի ավականու արտահերթ ընտրությանը։ Դա սովորական ընտրություն չի լինելու։ Դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական, կառավարչական տեսլականների ընտրություն։ Մի կողմում ուրացողների դաշինքն է իդեմս քաղաքացիական պայմանագրի և հանրապետության։ Մեկը հորանցած ճանապարհն է ուրացել, Արցախն է ուրացել, հայոց ցեղասպանությունն է ուրացել, Արարատն է ուրացել, սեփական հայրենիքն է ուրացել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել, եւ էլի Արցախը եւ մեր արժեքն է ուրացել։ Ուրացողների դաշինքին մենք հակադրում ենք ազգային քաղաքականը։ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավեր, մահեր և փլուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն ձախողակ, դավաճան և հակազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին փլուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սաակաշվիլին, ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է և պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, վաղաշաբաթցիները պետք է իմանան, որ վաղաշաբաթը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի Հանրապետության ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու։ Վաղաշաբաթցիներն ունեն ընտրական իրավունք և փաստորեն քվեարկելու են նաև երևանցիների համար, գյումրեցիների համար, վանաձորցիների համար, մեր մյուս քաղաքների ու մարզերի համար ու նրանց փոխարեն։ Վաղաշաբաթցու պատասխանատվությունը ըստ այդմ շատ մեծ է։ Դուք կատարելու եք ոչ միայն համայնքի կառավարման, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է միասնաբար պաշտպանենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք պետք է պաշտպանենք մեր սրբազաններին։ Երեկ գիտեք, Միքայել Սրբազանը կոչ էր եղել վաղաշաբաթցիներին և ասել էր, որ անպայման մասնակցեն և իրենց քվեն տան։ Մենք բոլորս նաև մեր քրիստոնեական պարտքը ունենք տալու բանտերում տանջվող մեր հայրենակիցներին և եկեք հիմա միասնաբար ծափահարենք բանտերում Հայաստանի համար տառապողներին, մեր սրբազաններին, մեր քաղբանտարկյալներին։ Մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու ենք Փաշազադեի հրահանգով մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանից։ Մենք պաշտպանելու ենք կոռուպցիայի ու թալանի զոհ դարձած մեր վաղաշաբաթը քաղաքացիական պայմանագրից ու հանրապետությունից։ Հանրապետությունը չակերտների մեջ, դրանք այդքան չկան։ Մենք պաշտպանելու ենք մեր երեխաների ապագան, որպեսզի
նոր պատերազմ չլինի, նոր ավերածություններ չլինեն, նոր պարտություններ չլինեն։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Դրա թիվ 1 պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր գլխավորած խմբակը։ Այսօր Ալիևը հոխորտում է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը։ Ոմանք չգիտակցեցին Արցախի գինը, Արցախի նշանակությունը։ Ու այսօր մենք կանգնած ենք արդեն Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցի առաջ։ Ու որպեսզի Ալիևի ախորժակը չբացվի, Սևանին այլ անվանում չտա, Երևանում այլ անվանում չտա, Վաղաշապատին այլ անվանում չտա, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր երկիրը կառավարելու, մեր երկիրը զարգացնելու, մեր երկրի համար իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը եւ մերժենք օրվա իշխանությանը բոլոր հարթակներում։ Կիրակի օրը յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե ինքը չի գնում ընտրատեղամաս, ուրեմն թիկունքից հարվածում է խրամատում կանգնած զինվորին։ Յուրաքանչյուր վաղաշապատցի պետք է իմանա, որ եթե ինքը ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրին կամ նրա կցորդներին, ուրեմն թիկունքից հարվածում է մեր զինվորին, Երևանին, Էջմիածնին եւ մեր պետությանը։ Յուրաքանչյուր վաղաշապատցի պետք է իմանա, որ ձայնը տալով ազգային ուժերին եւ մասնավորապես Մայր Հայաստանին ինքը իր ձեռքն է վերցնում քաղաքը, համայնքը, երկիրը կառավարելու պատասխանատվությունը։ Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի փոփոխությունների մասնակից դառնան ամբողջ Վաղաշապատի բնակչությունը, գյուղական թե քաղաքային համայնքը ներկայացնող։ Մենք ձեզ կոչ ենք անում ձեր ձեռքը վերցնել ճակատագիր կառուցելու իրավունքն ու պատասխանատվությունը եւ համոզված ենք, որ այդ դեպքում բոլորս կունենանք երջանիկ, անվտանգ ու խաղաղ ապագա։ Մայր Հայաստան! Համար 4 Մայր Հայաստան! Միացիր, որ փոխենք! Միացիր, որ փոխենք! Միացիր, որ փոխենք! Հարգելիներս, մենք հիմա երթով արդեն շարժվենք դեպի Մայր Տաճար։ Այս ընթացքում մենք արձանագրել ենք, որ Վաղաշապատին նվիրված մեր երգը շատ դուր է եկել մեր քաղաքացիներին, վաղաշապատցիներին, նաև Վաղաշապատից դուրս բնակվողներին։ Մենք միասնաբար այդ երգենչուների ներքո շարժվենք դեպի Մայր Տաճար, կպատրաստվենք արդեն կիրակի օրվա, ևս մեկ անգամ շնորհակալություն եւ բոլորիս հաջողություն եմ մաղթում մեր բռնած գործում։ Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Միացիր! Որ փոխենք!